Բարձր սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, եւ այսօր մեր հյուրն է Երևանից, Արսեն Խարատյանը, Ալիք մեդիայի հիմնադիր։ Բարձր պարոն Խարատյան, Բարև ձեզ։ շնորհակալ ենք, որ միացաք մեզ։ Պարոն Խարատյան, հիմնական հարցը հիմա Հայաստանում ընտրություններն են։ Այս ֆոնին մնացած բոլոր թեմաները կարծես խամրում են եւ հիմնականում մեծ քննարկման չեն արժանանում։ Եվ մենք տեսնում ենք վերջին օրերին հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում։ Զինված խումբ է ինչ որ ի հայտ եկել, բայց ոչ ոք չգիտե որտեղից, ինչպես դիմակավորված հայույախառն սպառնում են Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանը շատ կոպիտ պատասխանում է այդ զինված խմբին, շատ հետաքրքիր է այդ ամենը դիտել, քանի որ մի փոքր ոչ սովորական է, ինչ մենք տեսնում ենք։ Սկսենք դրանից հետո արդեն ինսայդերի հրապարակումներին անդրադառնանք։ Այո, ես եմ շնորհակալ պարոն Այվազյան այս հնարավորության համար, ինչպես միշտ ուրախ եմ խոսել նաև ձեզ հետ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինձ համար շատ հարազատ հատվածներ, հատկապես Ջավախքի բնակհատվածները հետևում են ձեզ եւ ոչ միայն։ Իրապես բավականին արագ են զարգանում իրադարձությունները Հայաստանի նախընտրական տրամաբանության ներսում, որտեղ վերբալ բռնությունը, այսինքն բառերով բռնությունն այլևս դարձել է կարծեք թե նորմ, ինչպես քաղաքական գործիչների մակարդակում, այնպես էլ ինչպես ասացիք, այդ հայտնի տեսանյութը, որտեղ Արցախցու բարբառով խոսողներ են իբրև թե, այս ամենը իհարկե ամենավտանգավորն ինձ համար հայաստանցի Ղարաբաղցի կեղծ բաժանման տրամաբանության մեջ է, եւ սա շատ վտանգավոր է անկախ նրանից, թե որ տեղից է քամին փչում, հա, եթե կուզեք։ Սա մի բան է, որի իրավունքը մենք չունենք, եւ սա մի բան է, որի հետ կապված մենք պիտի չափազանց զգուշ լինենք։ Մեկ։ Երկրորդը, այո, կարծես թե ել ավելի ակտիվորեն եւ ավելի ագրեսիվ կերպով է նախընտրական այս շրջափուլը շարունակվում, երբ մենք տեսնում ենք, որ սպառնալիքների լեզվով է խոսակցություն գնում եւ նաեւ այո, ինչպես ասացիք, հասել է նրան, որ դիմակավոր մարդիկ վիդեոներ են, տեսանյութեր են հրապարակում։ Ես այս ամենը իհարկե դիտարկում եմ մեր այս լարված հանրային ընկալումների տեսանկյունից լարված փուլում որպես նաև ուղիղ արտաքին ազդեցությամբ պայմանավորված երևույթ, բայց ոչ միայն սա, ինսայդերի մասին խոսեցիք, ենթադրում եմ, որ սա նույնպես քննարկելու են, ակնհայտ է, որ այո, կան արդեն իսկ երևացող ուրեմն արտաքին խաղացողներ, որոնք այլևս անթաքույց կերպով ներգրավված են Հայաստանում հանրային կարծիքի վրա ազդեցության մեջ։ Ինսայդերի հրապարակումը ճշգրիտ է այսօր համարել նաև Փաշինյանը, ասում է, որ ինքը վստահում է այդ հրապարակմանը, դրանից բացի մենք տեսանք, որ շատ արագ արդեն քրեական գործեր են նաև հարուցվում Նարեկ Կարապետյանի մասով, փաստացի ինքը ուներ նաև Ռուսաստանի քաղաքացիություն, իսկ Սամվել Կարապետյանի մասով պարզվում է, որ 90-ականներից է նա ունեցել այն ժամանակ, երբ որ իրավունք չուներ փաստացի ունենալու երկքաղաքացիության օրենքը չկար։ Ինչ եք կարծում, պարոն Խարատյան, հնարավոր է ընդհանրապես չեղարկեն գրանցումը ընտրություններից առաջ ուժեղ Հայաստան կուսակցության, քանի որ կոռուպցիան համատարած ամեն օրվա ռեժիմով եւ նաեւ այս տեղեկությունները, որ մենք ունեցանք։ Տեսեք, այդ ինսայդերի հրապարակման մեջ ամենաակներևը, Սամվել Կարապետյանի հանգամանքը պարզ է, այնտեղ իր անձնագրի մեջ ՖՍԲ-ի հետ կապված այդ դիտարկումը կա։ Այլ շատ կարևոր իհարկե։ Այո, եւ այն, որ թե ինչպես է գործում ընդհանրապես Կրեմլը եւ իր շրջակայքը Հայաստանի պարագայում ընդհանուր առմամբ եւ ովքեր են առանձին գործող անձինք, որոնք որ տարբեր փուլերում ներգրավված են եղել աշխարհի տարբեր այլ երկրներում, նաեւ Ռուսաստանի ներգրավության։ Սա չափազանց կարևոր է հասկանալու համար, թե ընդհանրապես ինչ մեթոդաբանությամբ է շարունակում աշխատել Ռուսաստանը եւ արդյոք այս առանձին անհատներն են, որ կոնկրետ ուղիղ պատասխանատվությամբ ազդեցություն են ունենում կամ ունենալու են հայաստանյան ընտրությունների վրա։ Ինչ վերաբերում է հնարավոր գրանցումից զրկելուն կամ ես այդպիսի դեռ նախադեպ չեմ հիշում Հայաստանում, որ որևէ կառույց, որևէ կուսակցություն կամ որևէ դաշինք
ի սկզբանե գրանցվի, հետո հանվի նրանց մասնակցությունը։ Ես չեմ կարծում, թե գործող քաղաքական մեծամասնությանը դա ձեռնտու է։ Ես ավելին ասեմ, ըստ իս հիմնական ուղղությունը, որի վրա Ռուսաստանը հիմա աշխատում է, դա հնարավորինս ապալեգիտիմացնելն է Հայաստանի այս ընտրությունները, եւ եթե դու այսպես ասած մեթոդ ես գտնում, որպեսզի այս կամ այն քաղաքական ուժի մասնակցությունը բացառես, ըստ այդմ նաև գուցե լեզու ես դնում այն մարդկանց բերանում, ովքեր որ պնդում են, որ հայաստանյան այս ընտրությունները օրինական չեն։ Ուրեմն այս տեսանկյունից ես վստահ չեմ, թե այս մոտիվացիան կա։ Երկրորդը տեսել ենք, որ հերքումներ են եղել եւ Սամվել Կարապետյանի եւ Նարեկ Կարապետյանների կողմից, ասելով, որ մենք չունենք երկրորդ գնու, Նարեկ Կարապետյանն ասել է, որ չունի երկրորդ քաղաքացիություն, կտեսնենք այս պարագայում ինչ է մեղադրող կողմը, ինչ ապացուցողական հիմքեր կունենա։ Սամվել Կարապետյանն էլ ընդհանրապես ասել է, որ ես այդ ժամանակ չեմ ստացել քաղաքացիությունը, այլև ավելի ուշ։ Հիմա արդյոք սա քաղաքական լայն խոսակցության մեջ PR-ի մաս է, թե արդյոք սա դառնալու է, այսպես ասած, խթան, որպիսի օրինակ հենց այդ ուժեղ Հայաստան դաշինքի մասնակցությունը բացառվի, ժամանակը ցույց կտա, բայց նաև կարծում եմ, որ Հայաստանում ընտրական ժողովրդավարության լեգիտիմության հարցը չափազանց կարևոր է եւ ես չէի ցանկանա տեսնել որևէ ապօրինի գործողությամբ կամ ոչ բավարար հիմք ունենալով որևէ մեկի մասնակցությունը բացառելու տրամաբանություն։ Պարոն Խարատյան, մենք տեսանք նաև հրապարակումներ Գագիկ Ծառուկյանի մասով։ Հիմա էլ այսօր դրանից հետո շատ արագ պարզ դարձավ, որ ցեմենտի գործարանն է պետությունը վերցնելու Գագիկ Ծառուկյանի ձեռքից, նաև տեսնում ենք, որ շատ ծանր վատ բարդ հռետորաբանություն է կիրառվում նաև Գագիկ Ծառուկյանի հետ կապված։ Գագիկ Ծառուկյանն է անում հայտարարություններ, հետո Նիկոլ Փաշինյանը։ Այս ամենը ինչպես կգնահատեք։ Դե որքան առաջ գնանք, այնքան սրվելու է, ակնհայտ է, այն, որ խոսք է գնացել Արարատ ցեմենտի ազգայնացման մասին, դրա կրկնեմ, իրավական օրինական հիմքերի հարցն է ինձ համար ամենակարևորը։ Սա չնմանվի բոլշևիզմի կամ պատժելու որևէ մեկին, անկախ ամեն ինչից, հա, այսինքն օրենքի տառով արվի, այն ինչ որ արվելու է, եւ փաստարկ կա, բայց ինչու հիմա հիշեցին, հա, այս խնդիրը այնուամենայնիվ կա։ Բայց այո, հռետորաբանությունը սրվում է, ընդ որում բոլոր կողմերից է խրախուսվում սա, տարբեր պարագաներում տարբեր, հա, եթե նախորդ շաբաթ մենք տեսանք դեռևս հենց այդ նույն Ծառուկյանի որդու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, դրան հետևեց, չգիտեմ, Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, այն հայտնի եզրաբանության կիրառմամբ, որ տեսանք, եւ դա դարձավ ուրեմն այս նախընտրական արշավի քարոզչական հռետորաբանության մաս, իսկ որքան ավելի սրվում է հայհոյանքին մոտեցող բառամթերքի օգտագործվում, այնքան մոտենում է նրա հավանականությունը, որ վերբալ բառային բռնությունը կարող է ֆիզիկական բռնության վերաճել։ Այս մի բան է, որը հաստատ Հայաստանի ժողովրդավարությանը պետք չէ, եւ ես կարծում եմ կամ հույս ունեմ, որ այնքան իմաստնություն եւ խելք են ունենալու մեր քաղաքական գործիչները, որպեսզի այդտեղ չհասնեն, չնայած կրկնեմ, ես այնուամենայնիվ կարծում եմ, որ կան խմբեր, որոնք ամեն գնով կփորձեն հասնել նրան, որպեսզի հնարավորինս կասկածի տակ դրվի հայաստանյան ընտրությունները 2026-ի հունիսի 7-ին։ Պարոն Խարատյան, մենք նաև տեսնում ենք, որ Վլադիմիր Պուտինը նախկինում չէր խոսում, հիմա սկսել է խոսել։ Փաշինյան Պուտին ասացի բանավեճից հետո երևի մենք այս առաջի մասին անդրադարձել ենք ձեզ հետ միասին, ճիշտ ասած չեմ հիշում, բայց երևի անդրադարձել ենք, բայց հետո արդեն հետևեցին այլ հայտարարություններ, Վոլոդինի կողմից մի քանի հայտարարություն, փոխվարչապետի կողմից, Զախարովայի կողմից, Լավրովը մի փոքր փորձում էր մեղմել, բայց այնուամենայնիվ պահանջում են կողմնորոշվել ԵԱՏՄ-ի մասով։ Ինչ է սա, արդեն ուղիղ սպառնալիքներ են։ Կարևոր է, ես էլ չեմ հիշում, կարծեմ ապրիլ 1-յան հանդիպումը քննարկել էինք, բայց դրան հաջորդած այլ զարգացումների եւ Ռուսաստանի արձագանքը կարծես թե դրան չէինք հասցրել անդրադառնալ։ Դե տեսեք, հստականում է, հա, շատ բաներ, այսինքն տեղի ունենում ապրիլի 1-ը, որի ընթացքում լարված բաց խոսակցություն ենք տեսնում Փաշինյան-Պուտին մակարդակում, դրան հաջորդում է Ռուսաստանի փոխարտգործնախարարի հայտնի հարցազրույցը 10-ին, որտեղ խոսվում է հնարավոր Հայաստանի բոլոր տնտեսական կախվածությունների
վերաբերյալ, որին հաջորդում է Պեսկովի այն հայտարարությունը, որ այո, մենք կարող ենք խառնվել Հայաստանի ներքին գործերին, դա մեր իրավունքն է, հա, մոտավորապես, Հա, եւ այդ ամենին հաջորդում է մայիսի 9-ի ուրեմն շքերթից հետո Պուտինի ասուլիսը, որտեղ առաջին անգամ ձևակերպվում է, որ եթե ուզում կարող ենք նաև բաժանվել։ սա չի քննարկել ճիշտ է։ Հա, բաժանվելու մասին խոսակցությունները եկել է Ռուսաստանից։ Եթե իհարկե մենք երբևէ ամուսնացած եղել ենք, բայց ապա հարազատ դիմումը կամ կարծես դրա մասին խոսակցությունն առաջինը իրենք են ծավալում։ Որտեղ նաև բավականին ուղիղ կերպով ասվեց, որ նաև Հայաստանի մասնակցությունը Եվրոսիական տնտեսական միությանը կարող է կասկածի տակ առնվել, եւ մենք հիմա տեսնում ենք արդեն այս շաբաթ լսեցինք, որ կարծես թե Ղազախստանում կայանալիք Եվրասիական ուրեմն տնտեսական միության հավաքի ընթացքում կարող է նաև Հայաստանի անդամակցության հարցը քննարկման առարկա դառնալ։ Այսինքն Ռուսաստանը որոշ իմաստով արդեն ուղարկում է նշաններ, որ առաջիկայում ոչ միայն քաղաքական հռետորաբանության կամ իրենց քարոզչական մեքենայի մակարդակով ենք լսելու հարաբերությունների դեգրադացիայի մասին, այլև կոնկրետ կառուցվածքային եւ ինստիտուցիոնալ գործողություններ կարող են տեղի ունենալ։ Եվ այն ամենը, ինչ մինչ օրս տեղի է ունեցել կապված օրինակ որոշ ապրանքատեսակների հետ կապված այսպես կոչված Ռոսկոմնadzորի կողմից նոր գտնված խնդիրները, եթե դրանց կարող էինք անվանել ոչ ֆորմալ ուրեմն պատժամիջոցներ, հիմա դա կարող է ֆորմալ բնույթ ստանալ։ Տեսնենք, իրավիճակը արագ է զարգանում եւ այո, կարող է տեսնենք, որ խոսքից գործի են անցնելու մոտ ապագայում, չնայած դրան արձագանքելով հայաստանյան ուրեմն պաշտոնյաները տեսանք, որ այդպես էլ չեն ուզում սրել, ասում են, օ, ես չգիտեմ, քանի 100 անգամ եմ Պուտինի հետ խոսել, Հայաստանի արտգործնախարարն էլ հայտարարել էր, որ մենք ամուսնալուծվելու ցանկություն չունենք։ Այսինքն տեսնենք, թե ուր կգնա քաղաքական հռետորաբանության մակարդակում դեռևս շարունակվող այս խոսակցությունը, բայց այո, պետք է ակնկալենք, որ նաև կոնկրետ գործողությունների են ականատեսներ Ռուսաստանի կողմից։ Պարոն Խարատյան, բայց կային նաև սպառնալիքներ այդ հայտարարությունների մեջ։ Նույն հայտարարության մեջ Պուտինը ասաց, որ Ուկրաինայում ամեն ինչ նույն ձև էր սկսվում։ Հետո արդեն Վոլոդինը երկու հայտարարություն արեց, մեկ հայտարարություն արեց, հետո 3 օր անց կրկին նման ոճի հայտարարություն արեց, կրկին հիշում են Ուկրաինան եւ սպառնում են Ուկրաինայով։ Սա որքանով իրական է, թե ուղղակի ընտրություններից առաջ սպառնալիքներ են, որպեսզի ազդեն մարդկանց վրա։ Ինչ խոսք Ուկրաինայի սցենարով սպառնալիքը գուցե կարող է ռեզոնանս ունենալ հայաստանյան կամ հայերի վրա ընդհանուր առմամբ ես ենթադրում եմ, որ այնուամենայնիվ այս հայտարարություններն առավելապես ռուսաստանյան ներքաղաքական համատեքստում են արվում դեռևս մեկ, այսինքն այն, որ Հայաստանը կարծես թե դարձել է կամ արևմուտքի ընկալումներում եւ նաեւ մեր գործողություններով դարձել է դեպի Եվրամիության հետ Եվրամիությանը անդամակցել ցանկացող կամ Եվրամիության հետ ինտեգրման գործընթացում ակտիվ գործողությունների գնացող երկիր, ինչ խոսք Ռուսաստանի ներքին խոսակցություններում այդքան էլ լավ լույսի ներքո չի ներկայացնում գործող քաղաքական ռեժիմն այնտեղ, բայց դրանից զատ, եթե նախկինում կարելի ասել Ադրբեջանն էր օգտագործում որպես բութ գործիք մեր դեմ, այսինքն Ադրբեջանն էր սպառնալիք Հայաստանում եւ պատերազմի սպառնալիքը, քանի որ այս պահին առնվազն ուղիղ Ադրբեջանի կողմից պատերազմի սպառնալիքներ չի լսվում, ուրեմն վախի եւ պատերազմի հիշողությունների այլ սցենար պետք է կիրառել եւ դա ուկրաինական սցենարն է։ Պարզապես երկու առնվազն հարց ենք այստեղ ուզում բարձրացնել։ Այդ ինչ Ուկրաինայի հետ պատերազմ են սկսել, որտեղ Եվրամիության հետ են համագործակցել։ Ոչ, հիմնավորումն եղել է այն, որ ռուսները եւ ռուսական մշակույթը Ուկրաինայում մերժված է եւ ռուս ազգությամբ ռուսների վիճակը վտանգված է։ Այդպիսի խնդիր ունի Հայաստանը։ Ռուսները վտանգված են Հայաստանում։ Ռուսական մշակույթը վտանգված է Հայաստանում։ Դժվար է պատկերացնել մի երկիր, ընդ որում անմիջական հարևանությամբ Ռուսաստանի, որտեղ ռուսներն այսքան իրենց հանգիստ զգան, որքան Հայաստանն է։ Ուրեմն այս փաստարկը չի աշխատելու։ Որն է լինելու մյուս փաստարկը։ Հայաստանը ուզում է գնալ Եվրամիություն, մենք նույնիսկ ՆԱՏՕ-ի մասին չենք խոսում, չէ՞։ Եվ եթե երկրորդ փաստարկը Ուկրաինայի պարագայում դա ՆԱՏՕ-ն է, ապա Հայաստանը այդպիսի խնդիր չի դրել իր առջև։ Ուրեմն պարզ չի,
Իհարկե, միշտ կարող են գտնել ինչ որ մի պատճառաբանություն, թե ինչու է դա Ռուսաստանի շահերին դեմ եւ ինչու իրենք պիտի գնան ինչ որ ռազմական ճանապարհով, բայց ես խիստ կասկածում եմ, որ դրա ռեալ հավանականությունը կա։ Պարոն Խարատյան, անդրադառնանք տարածաշրջանին, քանի որ բավականին հավանականությունը կարծես թե մեծացավ, որ պատերազմը կրկին վերսկսվի։ Դուք հաստատ հետևում եք Դոնալդ Թրամփի հայտարարություններին, հետևում եք նաև հայտարարություններին, որոնք որ հնչում են Տեհրանից։ Թրամփը շատ հաճախ փոխում է իր հայտարարությունները։ Հիմա կարծես թե պարզվում է, որ արաբական երկրները չեն խնդրել Թրամփին հարված չհասցնել Թեհրանին։ Նման բան էլ կա։ Բայց իրավիճակը գնալով լարվում է եւ կտրուկ ձևով լարվում է, ինչ է կանխատեսում դուք, քանի որ Թրամփը շատ արագ է փոխում հայտարարությունները, կոնգրեսում հարց է առաջանում, որ Թրամփին փորձեն արգելել ինքնուրույն ռազմական գործողություններ սկսել, ճիշտ է բարդ գործընթացով է այդ ամենը անցնելու Սենատ, Կոնգրես, նախագահի վետո կարող է կիրառվեց այնուամենայնիվ ինչ սպասենք։ Իրապես Իրանի հնարավոր նոր ճգնաժամը առնվազն մեզ համար որևէ լավ բանի չի բերելու եւ մենք բոլորս այս տարածաշրջանում անխոս ուշի ուշով հետևում ենք եւ նաեւ որոշ մտավախություններով ենք նայում տեղի ունեցողին։ Ծոցի երկրները մինչև հիմա դեռևս չեն վերականգնվել այս առաջին 40 օրյա պատերազմից հետո, եթե կուզեք, առաջին հերթին ներդրումային միջավայրի հետ կապված լրջագույն փոփոխություններ են տեղի ունեցել։ Մենք տեսանք, որ Էմիրությունները դուրս եկան OPEC-ից, Քուվեյթը, որը Իսրայելի հետ որևէ հարաբերություն չունեցող երկիր էր, ամենալուրջ թիրախներից մեկն էր դարձել եւ ոչ միայն, իհարկե մնացածը եւս, եւ ակնհայտ է, որ ծոցի երկրները իրենց շահերի չեն դիտարկում հնարավոր նոր պատերազմը։ Սա այլևս փաստ է։ Այն, որ Թրամփն իհարկե անկանխատեսելի է, այդտեղ երկու կարծիք չկա։ Գիտենք նաև հիմա, որ այս կերպ այնպես ինչպես տեղի ունեցավ այս առաջին էսկալացիան, այդպիսի գործողությունը 2 ամսից ավել չի կարող տևել առանց կոնգրեսի թույլտվության։ Հիմա 40-րդ օրը առաջին պատերազմը կանգնեցվել է, եւ Թրամփը եւ իր միջավայրը փորձում էին հիմնավորել, որ այ գիտեք, եթե 40 օրից հետո կանգնեցրել ենք եւ նորից ենք սկսում, դա ոչ թե կումուլյատիվ է, այսինքն եւս 20 օր կարող ենք պատերազմել, այլև այդ հաշվարկը նորից է սկսում։ Այստեղ դեմոկրատ կոնգրեսականներ կան, որտեղ արդեն դատի են տվել, դատարանն ընդդիմել է հիմքով։ Ուրեմն այստեղ ներ-ամերիկյան սահմանադրական ճգնաժամի հարց կարող է առաջանալ անգամ, բայց ցավալի է, այո, տեսել ենք, որ գործողություններ կան, որոնք ընդհանրապես նախագահական իշխանությունը չափից դուրս շատ կիրառելով են տեղի ունենում, էլ մի կողմ եմ դնում միջազգային իրավունքի նորմերը, միջազգային հանրության հետ խորհրդակցությունը, մի բան ակնհայտ է, որ Թրամփը նույնիսկ իր ամենամոտ Միացյալ Նահանգների համար ամենամոտ գործընկերներից որևէ մեկին չկարողացավ ներգրավել այս պատերազմի մեջ, հա, այսինքն ՆԱՏՕ-ի անդամ երկրների մասին է խոսքը, ամեն մեկը մի կերպ Այս Գերմանիան փոխում է հռետորաբանությունը։ Գերմանիան նաև այդ թվարկածից մեջ միակ երկիրն էր, որը նաև ինչ որ իմաստով ասում էր մենք ձեզ հետ ենք, եթե այդպիսի խնդիր լինի, բայց այնտեղ Իսրայելի հետ հատուկ հարաբերությունների հարց կա։ Սա այլ հարթություն է, կարծում եմ, բայց այդ չի նշանակում, թե հնարավոր եղավ առաջին հարձակման ընթացքում կոալիցիա ձևավորել, որտեղ այս պատերազմը բացի ամերիկո-իսրայելական գործողությունից կկարողանային լեգիտիմացնել, ուստի շատ դժվար եմ պատկերացնում, որ եթե շատ կոնկրետ հարցեր լուծելու մասին չէ, ապա որևէ երկրորդ պատերազմ հիմա շատ շահեկան դիրքերում է դնելու Միացյալ Նահանգներին։ Այլ հարց է, թե ինչ են քննարկել Չինաստանում, տեսանք Թրամփի պետական այցը։ Դրան էի ուզում անդրադառնալ, կարևոր է ընդհանուր դիտարկել։ Առանցքային է, անխոս, Չինաստանի հետ հարաբերություններում Իրանը չէր կարող չքննարկվել, ակնհայտ է, որ Չինաստանը ուղիղ չի ուզում միջնորդի կարգավիճակ ձեռք բերել, Չինաստանը նաև իր ներմուծվող նավթի մոտ 30%-ը ստանում է Իրանից, մինչդեռ Իրանն իր ունեցած 90%-ն է Չինաստան արտահանում, էլ չասենք, որ եթե ոչ ուղիղ, ապա ակնհայտ է, որ եւ քաղաքական եւ որոշ տվյալների համաձայն նաեւ անվտանգային առումով Չինաստանը Իրանի հետ թիվ 1 պարտներն է եղել այս պատերազմի ընթացքում, սակայն ոչ ամենաերևութական կերպով, եթե Ռուսաստանը հայտարարում էր անգամ այս մասին, Չինաստանը բավականին զգուշորեն է մոտեցել խնդրին, բայց կարծես թե երկկողմ հարաբերությունների տեսանկյունից
այնպես չի թե ինչ որ վերջնական համաձայնություններ կան ամերիկո-չինական հարաբերություններում, բայց տեսել ենք նաև էլի էս մակարդակի այց, ասենք 2017 թվականին նույն Թրամփը նույն Սի Ցինպինի հետ հանդիպում ունեցավ, հետ վերադարձավ եւ դրան հետևեցին ավելի խիստ տարիֆներ Չինաստանի դեմ։ Ուրեմն պարզ կդառնա Թրամփի գործողությունները նաև այս կամ այն կերպ պիտի առնչվելու լինեն Չինաստանում տեղի ունեցած խոսակցության հետ եւ իհարկե նաև հաշվի առնելով Միացյալ Նահանգների ներքաղաքական իրավիճակը, որտեղ գիտենք աշնանը միջանկյալ ընտրություններ են սպասվում, կոնգրեսն ամբողջությամբ պիտի ընտրվի, սենատի մի մասը պիտի վերընտրվի կամ ընտրությունների գնա, այստեղ նաև հաշվի պետք է առնենք, որ այս իրանական պատերազմը Միացյալ Նահանգներում հանրային հարցումների տվյալները նայելու պարագայում ես Washington Post-ի արած հարցումն էի նայում 60%-ից ավելը դեմ էր այս պատերազմին, սա գերազանցում է նույնիսկ վիետնամական պատերազմի թվին։ Պարոն Խարատյան, նաև Թայվանի մասով եղան հայտարարություններ։ Այս հարցին էլ փորձենք անդրադառնալ եւ դա էլ կարծում եմ կարեւոր է հենց Իրանի համատեքստում։ Դրանից բացի մենք տեսանք հիմա շատ արագ Վլադիմիր Պուտինի այցը Չինաստան։ Ճշգրիտ, Չինաստանը իհարկե առավել կարևորն է, մենք տեսել էինք նաև նախորդ այցի ընթացքում, երբ հարաբերությունների դինամիկայից կարելի է ասել, որ Ռուսաստանը ներկայանում էր որպես Չինաստանի փոքր եղբայր։ Այսպիսի դինամիկա շատ վաղուց չէինք տեսել, հակառակն է եղել, չէ՞, տևական ժամանակ Խորհրդային Միությունից եւ դրանից հետոյվա որոշ ժամանակաշրջաններում։ Թայվանի հարցում կարծում եմ համաձայնություն չկա, եւ այսինքն Թրամփը կարծես թե չի հրաժարվելու Թայվանում իր քաղաքականությունից, ամերիկյան քաղաքականությունից եւ մասնավորապես նաեւ զինելու քաղաքականությունից, եթե կուզեք, բայց պարզ է, որ սա ամերիկո-չինական հարաբերությունների առանցքային խնդիրներից է, որտեղ կարծես թե հեշտ լուծումներ չեն լինելու։ Առևտրային հարաբերություններում գուցե ինչ որ լուծումներ կգտնվեն, կախված թե ինչ հարցերում ինչ համաձայնություն կունենան, եւ իհարկե Ռուսաստանի կամ Պուտինի անմիջապես այցը եւ նույն տրամաբանությամբ ընդունելություն ստանալը վիզուալ իմաստով նաև Պուտինի համար կարևոր էր, որպեսզի երևա որպես համաշխարհային այդ մակարդակի լիդեր Թրամփից ոչ պակաս։ Սա առավելապես հենց այս տրամաբանության մեջ էլ կդիտարկեի եւ ենթադրում եմ, որ Իրանն էլ քննարկվել է այս հանդիպման ժամանակ, սա էլ կասկածից։ Շնորհակալ ենք, պարոն Խարատյան, այսօրվա զրույցին։ Ես եմ շնորհակալ։